Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Բարև ձեզ, պարոն Խուդոյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Խոսենք երեք Գյումրիում տեղի ունեցած ոստիկանության գործողություններից, այնուհետև ձերբակալեցին համայնքապետին Վարդան Ղուկասյանին, 2 ամսով կալանավորեցին, կարծես թե օրինաչափություն է դարձել, որ պարտադիր պետք է կալանավորեն 2 ամսով, ձեր դիտարկումը դիտարկումը գործողություններին եւ նախորդող եւ ընթացիկ եւ հաջորդող ժամանակահատվածում դա քաղաքական խոսույթն է։ Ընդունենք, որ կարող է լինի քրեական վարույթ, կարող է լինել ինչ-որ հարցեր բարձելու, բայց երբ որ նման վարույթները ի սկզբանե անոնսը տրվում է վարչապետի կողմից իր էջով կամ իր հրապարակային ելույթով, իսկ հետո ամբողջ քարոզչական դաշտը ԿՊ-ի լծված այդ գործով մարդկանց վիրավորելուն, սևացնելուն, իրավապահ մարմինների հետ պասերով, ինֆորմացիայի արտահոսքերով եւ այլ եղանակներով անմեղության կանխավարկածախախտելուն, ելի մենք գործ ունենք քաղաքական հետաքրքրությամբ գործի հետ եւ անարդար ձևով անձանց հետապնդումների հետ։ Դուք կապում եք այն հանգամանքի հետ նաեւ, որ Փաշինյանը ասել է, որ պետք է նրան հեռացնել քաղաքական դաշտից։ Դե բնականաբար չեմ կարող չկապել, որովհետեւ ուղղակի այդ արտահայտությունը այն չունի եւ դրան հետեւում են գործողություններ։ Այսինքն այդպես միանգամից կատարում է իրավապահ համակարգը Փաշինյանի ամեն մի ելույթ, թե Փաշինյանը տեղյակ էր, որ որևէ գործողություններ են իրականացում, դրա համար էր նման հայտարարություն։ Ընդհանրապես մեկը մյուսին փոխ լրացնող բաներ են, իրենք նախապատրաստում են ինչ-որ գործողություն, այն տեղեկատվությունը, որը իրավապահ մարմինները կարող են մենակ ունենալ, հանկարծ հայտնվում է դեղին մամուլի էջերում, իշխանական դեղին մամուլի ուղղություններ են եւ դրանից հետո սկսում է այդ քարոզչությունը, որը ոչ միայն քաղաքական է, նաեւ շատ կեղտոտ է, վատ բառապաշարով, զրպարտիչ է, վիրավորական է եւ այլն։ Իսկ երեկվա գործողությունները ինչպես կբնութագրեք, մի քանի տասնյակի հազարի անցնող ոստիկանական ուժեր, հետո այդքան մեծ դժվարությամբ կարողացան ձերբակալել Վարդան Ղուկասյանին կամ բերման ենթարկել։ Ինչով էր պայմանավորված, այդքան դժվար էր նրան խնդիրը իրավապահների ողջելավոճն է, որ ցանկացած վարույթով, որը տենց չի ենթադրում տաք հետքերով ակտիվ գործողություններ, չգիտեմ, բռնության դեպք չի, սպանության դեպք չի կամ ինչ-որ ավազակային հարձակման դեպք չի, այնպես որ այն տվյալները, որ իրենք կարող են իրենց կաբինետներում նստած հանգիստ մշակել պաշտոնատար անձանց կամ չգիտեմ, իրենց ինձ լուրջ կրիմինալ դեմքեր չներկայացնող մարդկանց կանչել ծանուցագրով հարցաքննությունների, եթե առկա է մեղադրանք ներկայացնել մեղադրանք, ընտրել մեղմ խափանման միջոց եւ գնալ գործի ըստ էության քննության։ Չէ, այդ մեթոդից իրենք չեն օգտվում, իրենք պարտադիր դա պետք անեն ցուցադրական, ֆիզիկական հարկադրանքի կիրառմամբ, ինչ-որ վախի մթնոլորտ սերմանելու մոլուցկով։ Եվ նպատակը ձեզ համար հասկանալի է։ Նպատակը ընդհանուր կարող են բանանել, որ մեկնաբանել, որ ընդհանուր հենց այդ վախի մթնոլորտը, ամենաթողության մթնոլորտը իրենց յուրայինների հանդեպ բացարձակ անպատժելիությունը եւ իրենց քաղաքական հակառակորդների հանդեպ եւ եղած դեպքում եւ չեղած դեպքում անհամաչափ հարկադրանքի գործիքների կիրառումն է։ Իսկ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած հաղորդման հետ կապված ինչ կասեք, որ փաստական տվյալներ են ստեղծվել Գյումրի համայնքի ղեկավարի եւ գլխավոր ճարտարապետի կողմից կաշառք գումարներ պահանջելու եւ ստանալու դեպքերի վերաբերյալ։ Ես քանի որ այդ գործով ներգրաված փաստաբան եմ նաեւ վերջապես ճիշտ չի ձեր եթերը օգտագործեմ մեկնաբանություն տալու համար եւ ըստ արդյունքի համաձայնություն չունեմ այդ առումով հարցադրույցներ տալու։ Այդ պատճառով ստիպված պետք է լռեմ, բայց այն ինչ որ եղել է հրապարակային տիրույթում այդ գործիքակազմը ակնհայտ իրավաչափ չի եւ քաղաքական ենթատեքստ ունի, քան թե իրավական, քան թե քրեադատավարական։ Իսկ այն որ դա հայտնվում է մամուլում, դա նորմալ երևույթ է։ Այնքանով հակակոռուպցիոն է հրապարակել սկզբում։ Այդ էլ խնդիր է, որտեղ իրավապահ մարմինները պետք է խնդիր չունենան քարոզչություն անելու, եթե իրենք կարծում են, որ վարույթ է նախաձեռնվել, այդ վարույթը կարող են քննել, այդ նույն գործողությունները կատարել, էլի անձանց հրավիրել հարցաքննությունների, եթե կարիք կա խափման միջոցներ կիրառել, բայց իրենց հանրային հաշվետվողականությունը տեղավորվում է միայն քաղաքական քարոզչության տիրույթում։
ցանկացած ուրիշ պարագայում, որ հանրությունը այդ հաշվետվողականության կարիքն ունի, իրենք չեն արձագանքում, լռում են եւ միայն հենց հատուկ պլանավորած է ժողովրդի մեջ կա խոսք դուշոն կաշով 18 թվականից հայտնի միայն այդ ոճի մեջ են հրապարակումներ կատարում։ Իսկ այդ գործողությունները, որ իրականացվեցին, այդ ձայնագրությունները, որոնք տարածվեցին եւ ներկայացում էր, որ ինչ մեթոդներով այդ ձայնագրությունը հասանելի դարձել, այսինքն ինչպես են գաղտնալսել։ Այս մասով ինչ կասեք։ Դրա վերաբերյալ տարբեր բաներ հնչեցին, բայց ես վստահություն չունեմ, որ դա դրոնի կողմից կատարված է կամ ալի եղանակով է։ Դրա մասին հնարավոր է ինֆորմացիա ստանալ միայն գործի նյութերը տեսնելով, հասկանալով ինչ միջոցներ են օգտագործվել եւ միշտ էլ չի որ դա բացահայտվում է։ Իսկ երեք դուք ներկա էիք փաստացի, երբ որ Կալանքի միջնորդություններ քննվում։ Ես երեք էլ այսօր էլ մասնակցել եմ Կալանքի դատական նիստի, Գյումրիում չեմ եղել, Երևանում եմ մասնակցել։ Եվ ինչ տպավորություն եք, ինչպես է գործը ընթանալու, ինչ դիտարկումներ ունեք այս գործի հետ կապված։ Էլի չեմ ուզում ներողություն, բայց գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնեմ, որտեվ կաշկանդված եմ մասնագիտական էթիկայի կանոններով։ Իսկ 2 ամսով կալանավորել է, որ այսպես օրինաչափություն է դարձել բոլորի գործերով։ Ընդհանուր խոսենք վերջին ժամանակների կալանավորումների մասին, բնականաբար ակնհայտ է, որ եթե չասենք բոլորը դրանց մեծամասնությունը ուղղված չեն քրեական դատավարական նպատակների սպասարկմանը, այլ ընդհանրապես մարդկանց նեղացնելու, ճնշելու, վատ պայմաններում դնելու գործիքակազմը, որոնցից շատ գործերով, որոնցով կալանքը կիրառվում, մենք տեսնում ենք նաև այդ գործերն էլ խնդիր ունեն եւ իրենց բովանդակության, եւ իրենց քաղաքականացվածության առանձին գործեր ունենք ընդհանուր կեղծ ապացույցների հիման վրա, կեղծ ձայնագրությունների հիման վրա, դրա համար իրավապահմանների աշխատանքի նկատմամբ վստահությունը ամենաբարձրը չի մեր օրերում։ Այս աղմկահարույց դեպքերի հետ կապված կեղծ ձայնագրություններ, որ գործի հետ կապված։ Բագրատ Սերբազանի եւ եւս 17 իր շրջապատի անձանց վերաբերյալ քրեական վարույթով արդեն իսկ հիմնավորել ենք, որ մոնտաժական կոմիտեն հրապարակել է մի ձայնագրություն, գլխավոր դատախազը հայտարարություններ է կատարել մի բանի մասին, բայց մեր ձեռքի տակ եղած նյութերով դրա հակառակն է ապացուցվում։ Իդեպ այսօր Վագն Ալեքսանյանն ասում է, որ բովանդակությունը չի փոխվում, անգամ եթե դա մոնտաժված է։ Որ բանի մասին է խոսքը։ Հենց այդ ձայնագրության հետ կապված։ Բագրատ Սերբազանի հետ կապված։ Կարծեմ ահռելի բովանդակություն է փոխվում, երբ որ իրենք հայտարարում են, որ ցուցարարները փոխելու են ավտոբուսներ վառել, իսկ իրականության մեջ նման բան չկա։ Ավտոբուս վառել եւ ավտոբուս չվառել շատ տարբեր եւ ծայրահեղ բևեռներում գտնվող բովանդակություններ են։ Ուղղակի քանի որ այդ քարոզչության ակունքներում իրենք են կանգնած եւ արդեն իրենց սուտ խոսքն անհետվում դաշտ, փորձում են տարաբնույթ մեկնաբանություններով շեղել հասարակության ուշադրությունը, որ լավ այդքան էլ կարեւոր չի։ Այդքան էլ կարեւոր չի, որ մենք ասում ենք, որ Բագրատ Սերբազանը պատրաստվում է մարդկնդակարի փողոցներում, երբ որ դուրս կգա փողոցային պայքարի մինչդեռ իրականում այդ ձայնագրությունը նրա մասին որ պետությունում առհասարակ կարող է լինել մահապատիժ։ Նրանք լրիվ տարբեր բովանդակություններ են, բայց իրանք սկզբից հենց հասարակությանը խաբեցին առաջին բովանդակությամբ, իսկ հիմա երբ որ հասնում է ժամանակը իրենց ասածների համար քաղաքական եւ իրավական պատասխան տալու, ամեն ձև փորձում են լողոզել, խուսափել այդ պատասխանատվությունից։ Իդեպ բավականին երկար է ընթանում դատական նիստը, ինչքան կարող է տևել։ Իրականում երկար չի ընթանում, ընդամենը 2 ամիս էլ չկա, բայց հաշվի առնելով գործի ծավալները, այլ քանակը, վկաների անձանց վկաների քանակը, այդ գործը տարի կամ մի քանի տարի կարող է քննել, նույնիսկ շատ արագ դատական նիստեր նշանակելու պայմաններում։ Իսկ մեղադրանքի հետ կապված ինչ կասեք։ Մեղադրանքները դա արդեն նշել ենք, որ նախ կեղծ ապացույցների վրա են հիմնված, երկրորդ որևէ առնչություն չունեն ահաբեկչության հետ, հայտարարել ենք, որ այո նախապատրաստվում են փողոցային գործողություններ, բայց այդ գործողությունները պետք է կրեն խաղաղ բնույթ, դրանց արդյունքում որևէ անձ չպետք է դժեր եւ մոտավորապես պլանավորում էր անել այն, ինչ 18 թվականին անում էր Նիկոլ Փաշինյանը իր թիմով, արդյունքում ստացվում է, որ իրենք այդ եղանակով գալով իշխանության, հիմա փորձում են քրեականացնել իրենց ասած Թավշյա ոչ բռնի հեղափոխությունը։
Միքայել Սրբազանի դեպքում բավականին արագ փաստորեն քննությունը իրականացավ եւ վճիռ կայացվեց։ Դա ինչ բացատրություն ունի։ Ինչու են այդքան շտապում։ Թե առանձնապես կարելի է ապացույցները մեծ չեն։ Մասնագիտության տիրույթից մի փոքր դուրս գալ տեսնել նաեւ լրացուցիչ քաղաքական էլեմենտներ, քանի որ Միքայել Սրբազանը նաեւ քննարկվում էր, հնարավորինս տեխնացությունը որպես վարչապետի տեխնացու, եթե իրեն հնարավորինս արագ վերջնական պատժի ենթարկեն, ինքը հնարավորությունը կկորցնի։ Եվ գուցե իրենք վստահ չեն, որ մի օր ինքը կապափոշման եւ այդ հայտը ամեն դեպքում ներկայացնի։ Այսինքն քաղաքական դրդապատճառներով էր պայմանավորված այդքան արագ վճիռ կայացնելը։ Որովհետեւ համեմատած մեր տասնյակ տարիների, իրավական փորձի նման տեմպերով գործ երբեք չի քնվել։ Իսկ Արագազոտնի թեմի առաջնորդի կալանավորման հետ կապված ինչ կասեք եւ այդ ձայնագրության մասին, որը հրապարակվեց եւ այն պնդումներին, որ կաթողիկոսը ստիպել է, որպեսզի գնան եւ մասնակցեն հանրահավաքները եւ բացի այդ քրեական վարույթը, որ նախաձեռնվել է, քննչական կոմիտեն պնդում է, որ անգրագիտության արդյունք է ասել, որ կաթողիկոսի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել։ Քննչական կոմիտեն ինքը փորձում է մարդկանց չիմացությունը օգտագործելով մոլորության մեջ գցել, որտեղ շատ քչերը կտարբերեն մասնագիտական բառապաշարում քրեական գործ հարուցել կամ քրեական հետապնդում հարուցել, մինչդեռ հին բառապաշարով կարող ենք ասել գործ հարուցել կամ մեղադրանք առաջադրել։ Հիմա տերմինները փոխել են, իրենք շատ լավ հասկանում են, որ մարդիկ կարող են դա շփոթել եւ իրենք են շփոթության մեջ դնում։ Բայց երբ որ հրապարակվում է ձայնագրություն, որտեղ մեկ ուղղակի ասում է կաթողիկոսը ինձ այսպիսի բան ասել, եւ մի ժամ հետո ասում է, որ այս ձայնագրության հիման վրա քրեական գործը հարուցվել, տերմինոլոգիայով ասեմ, բոլորի համար ակնհայտ է, որ դա կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործ է։ Ինչքան էլ որ այդ բանի մեղադրանք չլինի։ Հատկապես երբ խոսում են այդ ձայնագրության մեջ կաթողիկոսին է վերաբերում։ Այո, դրա համար իրենք են մոլորեցնում հասարակությանը օգտվելով բարդ մասնագիտական տերմինոլոգիա չտիրապետելու իրավիճակից։ Եվ հիմա ինչ պետք է հաջորդի, կարծում եք։ Դե ինչպես ես այնպես էլ գործընկերներս կանխատեսում ենք, որ ապօրինի գործողությունները շարունակելու են եւ մտուկ կարող են դատավարական գործողություններ սկսել նաեւ կաթողիկոսի նկատմամբ։ Հենց այդ գործով։ Այո։ Պատական չէ այդ գործի նախապատմությունը, հանրային եթեր գնալ հրապարակելը, ինչ-որ մեկի կողմից դա հաղորդման վերածել այդ հաղորդման վրա շատ արագ վարույթ նախաձեռնելը շատ կարևոր է նաև նայել, որ երբ որ հակառակ կողմից է լինում, օրինակ ինչ-որ մեկը հաղորդում կա ներկայացնի իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, թեկուզ նույն հոդվածով հավաքների վերաբերյալ ոչ միայն շատ արագ չեն այդ գործով զբաղվում, ընդհանրապես չեն զբաղվում։ Համեմատական կարող ենք տանել ուրիշ հոդվածներով նաև։ Երբ որ ազգային ժողովի նախագահ իր անվտանգության աշխատողին ասում է մարդ բռնի եւ թքումա վրա, այդտեղ իրավապահները խուլիգանություն չեն տեսնում, որևէ հանցանք չեն տեսնում, երբ որ զոհված զինծառայողի ծնողը շշով ջուր կարող է լցնել ինչ-որ մեկի գլխին, այդ արարքամանն է խուլիգանություն եւ այդ անձին կալանավորում են։ Իսկ ներկայացված նկարների հետ ինչ կասեք, որ այսպես գումարներն էին հրապարակում եւ ասում էին, տեսեք, հոգեվորական է եւ գումարներ ունի, այսպես համակարգված պատգամավորները դա տարածում էին։ Այդ մեղադրանքի մեջ որևէ հիշատակում չկար, կոռուպցիոն հանցանքի մասին, հիշատակում չկար հավաքների նյութապես շահագրգռվելու մասին։ Իրենք այնտեղ նշում ունեն, որ վստահված գույքի հափշտակություն, բայց դժվար է պատկերացնել, քանի որ իրենք այդ հաշվետվողականությունը այս դեպքում չեն պահպանում, դժվար է պատկերացնել ում գույքն է հափշտակվել։ Ենթադրվում է, որ ծուդետը ամեն բովանդակությունից կարող են ենթադրել, որ դա եկեղեցուն նվիրաբերված գումարներ են։ Դա հայտնաբերվել է հոգևորականի մոտ, ասենք առաջնորդան կամ իր տանը։ Նորմալ է կարող հայտնաբերել որտեղ պետք է πάει։ Հրապարակել են ընդհանրապես շատ պարզ քարոզչական նյութ ունի, այն մարդիկ, ովքեր իրենց տան այդքան գումար չունեն դրած, իրենց համար աչք է ծակում։ Համատական է անցկացրել, որ քննչական կոմիտեի նախագահի տանը համաձայն իր հայտարարագրի դրանից ավել գումար է պահվում։ Հանգիստ կարող են նկարել եւ հրապարակել։ Որևէ նշում չունեն, որ այդ գումարը գողացված է, հափշտակված է, ինչ որ մեկից ու մոտ չպետք է լիներ, այո, դա կարող է լինել նվիրատվության գումար եւ այո, դա կարող է պահվել այդտեղ ուրիշ որտեղ պետք է պահվի։ Իսկ այն, որ գործը հարուցվել եւ միջև հիմա որևէ տեղեկություն չունենք այս մասով, ինչ բացատրություն ունեք, որ այսքան ձգվում է, չեն կողմնորոշվում ինչ անեն։ Դե այդտեղ պետք է հասկանանք, պետք է կայացնեն։ Ինչի համար այդ գործը այդպես հարուցվում հրապարակային եղանակով, ծառայեցվում քաղաքականությանը եւ այնուհետև դրա մասին լրում կանցնի որոշ ժամանակ,
Այդ գործողը կատարվեն ինչ-որ գործողություններ, մեկ էլ մի օր անակնկալ կգնան էլի հոգեվորականներին բռնելու կամ ինչ-որ նոր ապօրինություններ կատարելու։ Այս մեթոդիկան շատ պարզ է։ Իրապահ մարմինները ցավոք սրտի վերջին տարիներին չեն կատարում իրենց հիմնական առաքելությունը հանցավորության դեմ պայքարը։ Իրենք բացառապես լծված են քաղաքական իշխանություն ունեցող խմբի իշխանության ամրապնդմանն ու դրա շարունակականությանը, որը իրենց ֆունկցիան չի։ Իրենք շատ հաճախ ասում են, մենք ծառայում ենք պետությանը եւ ինչ որ անում ենք պետության համար ենք անում, բայց իրենք կամ փորձում են այդ եղանակով պաշտպանվել եւ խաբել, կամ էական մոլորության մեջ են, որտեղ իրենք պետությանը չեն ծառայում, իրենք ծառայում են իշխանությանը, իսկ այդ իշխանությանը լավագույն որակները չեն կարող մենք տալ։ Դեպ այսօր պատգամավորները հավանաբար լսել եք, որ Վարդան Ղուկասյանի հետ կապված ԿՓ պատգամավորները ասում են, որ ուզում էր լափել, կաշառակեր է, դրա համար էլ բռնեցինք, կանխեցինք հերթական կաշառակերության դեպքը։ Դե բացի որ մենք նաև ողջունում էին հակակոռուպցիոն կոմիտեի, քննչական կոմիտեի գործունեությունը։ Այդ գործի քաղաքական բնույթը ցանկացած գործ, նույնիսկ ամենահիմնավոր գործը, թե վերցնենք ու իր մասին պաշտոնատար անձինք ամենաբարձր ամբնից միակողմանի հայտարարություններ կատարեն, ամենաիսկական հանցագործություններ կվերածվի քաղաքական գործի։ Իրենք պետք է զուսպ լինեն, իրենք չպետք է դրա մասին խոսան, իրենք չպետք է ազդեն իրապահ համակարգի վրա, չպետք է ազդեն դատարանների վրա։ Բնականաբար իրենք գիտեն, որ դա այդ իրավունքը իրենց տրված չի, բայց անում են, որովհետև դա իրենց քաղաքական շահն է։ Վերադառնալով Արագածոտնի թեմի առաջնորդանում խոզարկություններին եւ այդ քրեական գործին, ասում եք, որ կաթողիկոսին է վերաբերում եւ հնարավոր է նաեւ կալանավորեն։ Այս տեմպերով ես չեմ կարող բացառեմ, բայց հույս ունեմ, որ մեր իրավապահները վերջնականորեն չեն փորձել ստապությունը գոնե իրենց նեղ անձնական շահերի ձեռնելով որ գնան նման քայլի։ Ճիշտ է, մենք ամեն անգամ ասում ենք, որ չենք սպասում այս քայլնել, այլ հաջորդ քայլներ գնալով ավելի բարդացնում են իրենց վիճակը, բայց հույս ունեմ, որ այս դեպքում կարողանան զսպել այդ հիվանդագին քաղաքական պատվերները։ Բայց ամեն դեպքում խոզարկությունների ժամանակ մենք տեսնում ենք, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դիմակավորված ներկա էին երկար ժամանակ եւ չեն կաշկանդվում այդ գործողություններից։ Տարբեր տեսանյութեր երևում են, տարբեր խոսակցություններ հասնում են, որ մարդիկ ասում են մենք չենք ուզում սա անել կամ մենք սուտերի մեր գործն ենք անում, մեր համար էլ է տհաճ եւ այլն, բայց դրանք ամի պատասխան են։ Ցանկացած իրավապահի համար տհաճ է նման պատվերը կատարել, ունի շատ բարձ տարբերակ, դիմա գալիս է աշխատանքից դուրս է գալիս զբաղվում ուրիշ աշխատանքով։ Բնականաբար այդ պաշտոնը զբաղեցնող անձինք ունեն ֆիզիկական որոշակի պատրաստվածություն եւ ցանկացած առողջ անձնավորություն կարող է Հայաստանի Հանրապետությունում գտնել արժանապատիվ աշխատանք, ստիպված չլինել նման նողկալի պատվերներ կատարել։ Իսկ այս գործերը միջազգային դատարաններ որ գնան արդյոք կփլվեն։ Միջազգային դատարաններ գնալու պարագայում դրանք կարող են փլվել, բայց խնդիրն այն է, որ միջազգային դատարանները շատ հրատապ չեն արձագանքում դրանց։ Այսինքն այդ անձինք ամիսներով, տարիներով կարող են կալանավորված լինել։ Իրենք արդյունավետ միջոց չեն անհապաղ հարց լուծելու, եթե ասենք խոսքը չի վերաբերում կոնկրետ անձին հենց այդ պահին խոշտանգման կամ կյանքի սպառնացող վտանգի մասին, որի պարագայում երբեմն լինում են շատ կարճատև լուծումներ, բայց հիմնականում հույս տնեն միջազգային մատյանների որոշումների վրա սխալա միջազգային հանրությունն է հասարակական կազմակերպություններ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր պետությունների ներկայացուցիչներ կարող են խոսքի ուժով որը ազդեցություն ունենալ, բայց որպես դատական ակտ, որը կարող է հետևանք առաջացնել Հայաստանի համար, դրանք շատ արագ չեն կարող։ Հիմա օրինակ կաթողիկոսի հարցում կարող են այդ կաշկանդվածություն ունենալ։ Ես տեսնում եմ, որ բարբերաբար տարբեր միջազգային կառույցներ, հատկապես եկեղեցական կառույցներ, կրոնի պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններ բարբերաբար վերջին ամիսներին ավելի հաճախակի մտահոգություններ են հայտնում, դիրքորոշումներ հայտնում են, ինչքան ավադազդում, այս բանը կդժվարանամ ասեմ, բայց դա որոշակի քանակի պարագայում կարող է նաև որակի վերածվել։ Սամվել Կարապետյանի կալանավորման հետ կապված ինչ կասեք 30 ամսով փաստորեն երկարաձգվեց կալանքը եւ մեղադրանքը փոփոխվել է փողերի խոշոր չափով փողերի լվացման վերածվել այս մասով ինչ կասեք։ Եթե ես ճիշտ եմ հասկացել իր պաշտպանների հրապարակային ելույթներից,
ապա նրա նկատմամբ միևնույն է առայժմ պահպանվում է այն մեղադրանքը, որը վերաբերում է իր հրապարակային հայտարարությանը եւ փողի լվացում ինչքան որ մեղադրանքի մեջ ավելացրել են, բայց դատարանները դա հիմք չեն ընդունում կալանքը երկրացնելու համար։ Դա սովորաբար լինում այն պարզ պատճառով, որ այդ մեղադրանքներն այնքան անիմն են լինում, որ դատարանները դա չեն օգտագործում։ Իհարկե էլի շատ զարմանալի աբսուրդային է, որ դատարանները իր հրապարակային հայտարարության համար կարող են ինքն կալանավորել, որտեղ իր հրապարակային հայտարարությունը որևէ մեկնաբանության պարագայում հնարավոր չէ արտադրությունից բխեցնել մի միտք, մի բառ, որը իր մեջ բռնության էլեմենտ կունենա։ Նկատի ունեք մեր ձևով արտադրությունը։ Մենք եկեղեցին պաշտպանել ենք մեր ձևով։ Այդ արտադրությունը կապված չի իր նախորդ օրվա ինչ-որ արտադրության այդ հաջորդ օրվա հետ, այդ նույն օրը կատարված ուրիշ արտադրության, որպեսզի ինչ-որ ձև կապելով, ասենք սա նկատի ունենալով ինքը բռնի իշխանապողություններ ցանկանում, բնականաբար կապ չունի։ Ցանկացած մարդ անարդարության դեմ պայքարում է իր ձևով։ Հիմա մեկը կարող է դա անել փողոցային ակցիայով, մյուսը կարող անել իր պաշտպանությամբ, երրորդը կարող անել լրատվությամբ եւ այլն։ Ցանկացած մարդը որ հայտարարի, որ ես եմ ձևով եմ դա անելու, ստացվում է, որ իշխանությունների պատկերացմամբ լեգիտիմ թիրախ է իրավական գործիքակազմով հարձակում գործելու։ Իսկ ինչքան կարող են կալանքը երկարաձգել։ Տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, բայց իմ մասնագիտական մեկնաբանությունն է, որ սա վերջին ամիսն է, որ կարող են այսօդվածով երկարացնել գործ կամ պետք է ուղարկեն դատարան կամ լրացուցիչ մեղադրանքով հիմնավորել կալանքի առնչությունը։ Մեղադրանքը արդյունավետ չեղավ։ Հիմա մեկ այլ մեղադրանք պետք է լինի։ Հա, անընդհատ փորձում են եւ դաշտնել, հա, բազմաթիվ հնարավորություններ տալիս է, քանի որ ինքնատեսական գործունեությամբ զբաղվել, այդտեղ դրամանների դավելն չգիտեմ 50-ից ավել քննիչներ, բայց գոնե թե վերջին 3-4 ամիսների ընթացքում այդ քննությունը որևէ նվազագույն բան տվյալ տված լինել իրենց նույն ձև ազգային ժողովի անդամներից իրար չտալով դրա մասին բարձրաձայնելու են։ Իսկ փաստաբանների հետ կապված ինչ խնդիրներ կա, մենք տեսանք Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը, նրան գետնին պարկացնելով բերման էին ենթարկում, հետո արդեն կալանավորումը եւ ձեր հետ կապված քննչական կոմիտեն դիմել է փաստաբանների պալատ, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի ձեր նկատմամբ, ձեր հետ կապված ինչ հարց է։ Փաստաբանների աշխատանքը բավականին դժվարացրել էին այն առումով, որ երբ որ դատական իշխանությունը թուլանում է, դատական իշխանության անկախությունը թուլանում է, փաստաբանները ավելի քիչ են կարողանում արդարության ձգտելով դա գտնել դատարանում։ Բայց դրանից բացի ամեն դեպքում փաստաբանները նաև հանրային գործունեություն իրականացնող մարդիկ են եւ նաև կարող են հանրային ազդեցություն ունենալ նույն դատավարական process-ների ընթացքում իրենց հրապարակային հայտարարություններով եւ վերջին ժամանակ նկատելի է, որ փաստաբանների հանրային խոսքը նույնպես ճղածումներ է առաջացնում իրավապահների կամ քաղաքական իշխանության մոտ, ինչի համար որովհետեւ ճիշտ խոսք է, անկալելի խոսք է, վերաբերում է անարդարություններին, վերաբերում է նախադեպի չունեցող ապօրինություններին եւ որոշակի դժգոհություններ կարող է բորբոքել հասարակության մեջ, ընդ որում բորբոքել ոչ թե մանիպուլատիվ եղանակով, այլ իրականում նյարդայնացնել մարդկանց, որտեղ մարդիկ տեսնեն ինչպիսի անարդարություններ են կատարվում։ Իրենք կարծում որ այդ խոսքի շատանալուն զուգահեռ, ավելի ինտենսիվ դառնալու զուգահեռ նաև փորձում են ինչ-որ ձև նաև փաստաբաններին լրացնել, դրվագը հենց գործընկերոջս նկատմամբ ակնհայտ կոպիտ, անտեղի, ապօրինի մեղադրանքով այդ հետապնդումներ հիմա վերջինս համացածության մեջ է եւ հիմա գործընկերների հետ տարբեր քննարկումների մեջ ենք, թե կոնկրետ մասով առասարակ փաստաբանության պաշտպանության մասով ինչ լրացուցիչ գործիքներ կարող են։ Իսկ այդքան կոպիտ ձևով բերման ենթարկելու նպատակը ո՞րն է։ Նպատակ բացարձակ չկա, որպեսզի պատկերացնենք երբ կարելի է անձի դեմ ձերբակալելու բռնություն գործադրել։ Եթե ինքը իրենից սպառնալիքա ներկայացնում, եթե դիմադրումը հարվածում է, չգիտեմ, կարող է կասկած կա, որ կարող է զինված լինել, այսինքն մենք պատկերացրած դասական հանցագործը, ով չգիտեմ, ի վիճակի է մարմնական վնասվածք պատճառել, կարող է զենք ունենալ, կարող է սթափ չլինի եւ այլն, հա։ Հենց մարդուն այո կարող են գնալ եւ որոշակի զգուշավորություններ դրսևորել, միանգամից փորձեն ֆիզիկական հարկադրանք կիրառել։ Այն պարագայում, երբ որ դու քննում ես ոչ մեծ ծանրության արարքի վերաբերյալ գործ,
որ հանգիստ կարող ես անձին պրոֆեսիոնալ փաստաբանած ամուսագիր ուղարկես հրավիրես, եւ եթե որևէ առարկություն ունես իր գործունեության վերաբերյալ իրավական առարկություն, դա ներկայացնես մեղադրանքի տեսքով, հանգիստ այդ բանը կարող ես անել։ Չէ, ընդհանրապես պետք է ընտրել այդ գործիքակազմը եւ Դա փաստաբաններին է ուղղված այդ ցուցադրությունը։ Դա ուղղված է ոչ միայն փաստաբաններին, այլև հանրային տիրույթում խոսք ասող մարդկանց։ Ես չեմ կարծում, որ փաստաբանները դրանից շատ վախեցել են կամ վախենում են։ Իմ ճանաչած բոլոր գործընկերներն էլ պատրաստ են նման իրավիճակների, խնդիրն է, որ այդ կոչը այդ զգուշացում ուղղված այլ հասարակության անդամներին, որ տեսեք մենք փաստաբանների հետ կարող ենք այսպես վարվել, ուրեմն դուք էլ անպաշտպան եք։ Իսկ մեղադրանքի հետ կապված, որ նշել էին, որ բացեն տեղեկատվություն է իբրև թե փոխանցել, բայց մինչդեռ քննադատել էր գնահատողական կամ ավելի շատ հայտարարություն։ Դա ամեն մարդ իր ճաշակով կարող է անվանել քննադատություն, կոշտ քննադատություն, վիրավորանք, այժմ գուցե խնդիրն է, որ ամենածանր մեկնաբանության պարագայում էլ այդ արարքի համար չկա ազատազրկման տեսքով պատիժ, բայց իրեն ուրիշ հոդված են դրել, որպեսզի հնարավոր լինի իրեն տանել կալանքի եւ հայտնի կալանք տվող դատավորների մեկի ձեռքով էլ իր ազատությունը սահմանափակել են ակնհայտ ապօրինի։ Իսկ ձեր հետ կապված ինչ խնդիր է տեսնում քննչական կոմիտեն։ Ես մի քանի հայտարարություններում հաստատված ձևով ասել եմ, որ քննչական կոմիտեի նախագահ սուտ է խոսում, որովհետև հրապարակային հայտարարություններ է կատարում, որոնք չեն բխում իր ձեռքի տակ եղած բարույթի նյութերից եւ ոչ միայն ինքը վերիպել է հարցում կամ ուշադիր չի եղել, այլ նպատակային դիտավորյալ կեղծում է հասարակությանը։ Նկատի ունեք հարցազրույցները, որ հարցազրույցները, որ կատարում հանրային եթերում, մասնավորապես էլի վերադառնանք Բագրատ Սերբազանի գործին, ասել է, որ այդ ձայնագրություններում կա բան տվյալ, որ պատրաստվում են մարտիկ գնդակահարել, հրապարակել ենք իսկական ձայնագրությունը, ապացուցել ենք, որ տենց բան չկա։ Եթե դա անի ինչ-որ Facebook-յան օգտատեր իր ընկերների միջավայրում, այո, իր խնդիրն է։ Երբ որ դա անում է իրավապահ մարմնի ներկայացուցիչը, անում է հանրային հեռուստատեսության եթերում, անում է ասենց կարևոր լուրջ եւ քաղաքական երանգ ունեցող գործով, դա պատահականություն չի կարող լինել, ինքը նպատակաուղղված որոշել է հանրային հեռուստաընկերության եթերում սուտ խոսել։ Ես տեսել եմ, որ ինքը սուտ է խոսում, ես ասել եմ, որ ինքը սուտ է խոսում։ Իրենք դրանից նեղվել են, անհանգստացել են, դիմել են կարգապահական վարույթ հարուցելու, վարույթը կլինի լրացուցիչ անգամ կհիմնավորեն, որ սուտ է խոսում, որտեղ շատ բարդ բան չկա, էլի երկու փաստի համադրումով կարելի ապացուցել, որ նա սուտ է։ Դատախազի հետ կապված էլ էիք ասել։ Այն խնդիրը նաև գլխավոր դատախազի վերաբերյալ կա։ Այդ հարցով են դիմել։ Չեմ ստացել, բայց կարող է դիմել։ Էլի նույն process-ը կարող ենք ապահովել։ Եվ ինչ են իրենք ակնկալում, որ ինչ պետք է լինի։ Չգիտեմ, անկեղծ ասած, որովհետև գոնե իմ համար ակնհայտ է, որ մի անգամ էլ նոր այդ վարույթի ընթացքում գնալու նորից հիշեցնելու են, որ իրենք սուտ են խոսում։ Եթե ուզում են անընդհատ դրա մասին լսել, կարող են ապահովել, որ անընդհատ լսեն։ Իդեպ փարակարի դեպքերի հետ կապված եւս մեկնաբանություններ տալիս։ Այստեղ երևի թե այդ գործով էլ էին անհանգստացած, բայց ես այդ գործի վերաբերյալ դիրքորոշում էլ չեմ հայտնել։ Ես ասել եմ, որ ինչ որ հայտարարություններ ան, որ ես չգիտեմ ճիշտ է թե չէ, բայց ես գիտեմ, որ ինքը նախորդ գործով ստել է դրա համար։ Այն գործը, որը դուք քննում եք, պաշտպան եք։ Որը ես տեղյակ եմ, ունեմ ապացույց, որ ստել է դրա համար, ես մարդուն չեմ հավատում։ Մասնավորապես ձայնագրության հետ կապված։ Այլ հարցերով դիտարկումներ կան, էլի հանգամանքներ կան, բայց այս փուլում քանի որ դա ինքը հրապարակել եւ առաջնահերթ ապացույցը դա է իրենց սուտ խոսելու, այլ շատ տարբեր բաների հետևից չեմ ընկնում, ուղղակի դրանով հաստատվում է եւ վերջ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն լավերի համար։ Զրուցակիցս փաստաբան Հովհաննես Խուդոյանն էր։ Շարունակեք մեզ հետևել։ Կհանդիպենք։